Բարևձեզ հարգելի հեռուստադիտողներ, ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում եղիր իրազեկ ծրագիրն է։ Այն իրականացվում է Գյումրու առաջընթաց քաղաքացիական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Counterpart Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների միջև համագործակցություն ծրագրի շրջանակներում։ Հերթական հեռուստաքննարկման թեման է համայնքի զարգացման ծրագիրը, համայնքային բյուջե։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումը ուղիղ եթերում է, գործում է ուղիղ հեռախոսակապ 30542 50542 հեռախոսահամարներով։ Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել մեր հյուրերին, իսկ այժմ ներկայացնեմ մեր հյուրերին։ Լիպարիտ Մարտիրոսյան, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, Գագիկ Նիկողոսյան, Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալ, Արամ Բաղրամյան, Գյումրու ավականու անդամ, Գևորգ Կարաքելյան, Գյումրու ավականու անդամ։ Աջ կողմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են Հեղինե Մկրտչյան, աջակից բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Ղարիբ Հարությունյան, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի անդամ, Գարիկ Պետրոսյան, համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ եւ Նինա Խաչատուրյան, Արաքս կենտրոնի փոխնախագահ։ Հարգելի հյուրեր, շնորհակալություն եմ հայտնում այսօր տաղավարում գտնվելու եւ հեռուստաքննարկմանը մասնակցելու համար։ Այժմ սկսենք քննարկումը եւ այսպես. Ինչ է համայնքի զարգացման ծրագիրը եւ որքանով է կատարվում համայնքի զարգացման ծրագիրը, ովքեր են վերահսկում դրա կատարումը։ Սկսենք այս կողմից։ Համայնքի զարգացման ծրագիրը հիմնականում մենք լավ գիտենք, 40-ամյա ծրագիր է կազմվում, որի հիման վրա աշխատում են քաղաքապետարանը կամ համայնքը 4 տարի ժամկետով, որի հիմքի վրա կազմվում է համայնքի բյուջեն, յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն կազմվում է 40-ամյա զարգացման ծրագրի հիմքով։ Զարգացման ծրագիրը հաստատում է համայնքի ավականին, որից ելնելով աշխատանքները կատարվում են, փոփոխություններ կատարվում են զարգացման ծրագրում, վերահսկողությունը իրականացնում է համայնքի ավականին, ինչպես նաև բյուջեի վերահսկողությունը կատարում է համայնքի ավականին։ Շնորհակալություն։ Իսկ մարդիկ որտեղ կարող են կարդալ համայնքի զարգացման ծրագիրը եւ բյուջեն։ Խնդրեմ, պարոն Նիկողոսյան։ Համայնքի զարգացման ծրագիրը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա բյուջեին կարող են ծանոթանալ ինչպես համացանցում, համապատասխան կայքերում, այնպես էլ ավականների գրասենյակներում, քաղաքապետարանում, այնպես որ հասանելի է, որևէ խնդիր չկա։ Ցանկացողների համար շնորհակալություն։ Հասարակական կազմակերպություններին խնդրում եմ, հասանելի է ձեզ կամ համայնքին ձեր կարծիքով համայնքային բյուջեն, համայնքի զարգացման 40-ամյա ծրագիրը, համեցեք։ Նախ ասեմ շնորհակալություն, բավականին լուրջ թեմա է, որը կարիք ունի քննարկման։ Հասարակական կազմակերպությունները ասեմ, որ բավականին իրազեկ լինելով մասամբ են տեղեկանում համայնքի զարգացման ծրագրին, քանի որ դեռևս մի որոշ ժամանակ առաջ սայթերի հետ կապված կար աշխատանքներ էին դեռ շարունակվում եւ հասանելի չէր լիարժեք։ Իսկ հիմա իմ կարծիքով երևի կլինի, որ արդեն հասանելի կլինի եւ բոլորս կկարողանանք տեղեկանալ, քանի որ եթե հասարակական կազմակերպությունները մենք ինքներս չենք կարող տեղեկանալ լիարժեք եւ ճիշտ ժամանակին, ապա սովորական քաղաքացին եւ այն մարդը, որը ուզում է իրազեկ լինել, հաստատ չի կարողանա։ Իսկ քանի որ կազմակերպությունները իրենք են կապ հանդիսանում հասարակության եւ պետական կառույցների միջև, ապա իրենք պիտի տեղեկացնեն։ Դրա համար ավելի լավ կլինի, որ հասանելի լինի եւ թարմացվի ու ավելի բաց իրազեկությունը լինի բոլորի համար։ Շնորհակալություն, ցանկություններ։ Շնորհակալություն։ Ով ինչ մասնակցություն է ունենում համայնքի զարգացման ծրագրի բյուջեի մշակմանը, քննարկմանը, հաստատմանը եւ կատարման վերահսկողությանը։ Համեցեք։ Բյուջեն ձևավորվում է, կազմվում է համայնքի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի հանձնաժողովի կողմից, որը ներկայացվում է 1 ամիս առաջ մինչ ավականու նիստի բյուջեի քննարկումը, ներկայացվում է բոլոր ավականի անդամներին եւ
ներկայացում է ավականու հաստատմանը։ Վերահսկողությունը կատարվում է հետագայում ավականու բոլոր անդամներն են մասնակցում։ Ավականու բոլոր անդամները մասնակցում են։ Բարդադիր չէ բոլորը, 50%-ից ավելին քվորում ապահովելու դեպքում, բայց միշտ 100% է եղել քվորումը, որը հետագայում վերահսկվում է ավականու կողմից։ Բացի դրանից կա երամսյա հաշվետվություն 1 տարվա ընթացքում։ 3 ամիսի մեկ հաշվետվություն է տրվում համայնքի կողմից։ Երբևիցե հասարակական կազմակերպությունները ներկա եղել են բյուջեի հաստատմանը կամ քննարկմանը։ Բարի երեկո։ Մեր հասարակական կազմակերպությունից ներկա եղել է մեր իրավաբանը, յուրաքանչյուր քննարկմանը նա սիրում է քաղաքապետարանի քննարկումներին մասնակցել եւ ներկա եղել է։ Ես ինքս անձամբ երբևիցե չեմ մասնակցել բյուջեի քննարկմանը, բայց եթե առաջնորդվելու լինեմ այն կարծիքով, որ ինքը առանց արգելքի գնում է մասնակցում է, ուրեմն բաց է եւ նա ցանկացողը կարող է գնալ։ Շնորհակալություն։ Իսկ բյուջեի ձևավորման ռազմավարությունը մշակելիս եղել է տնտեսագետներից, փորձագետներից կազմված, ասենք հանձնաժողովի ստեղծման կարիք։ Համեցեք։ Վերջին տարիներին չի եղել, ճիշտ ասած, օրենքը չի պարտադրում, չի էլ արգելում։ Իսկ կարիք չի եղել ստեղծել նման հանձնաժողով։ Կարիք չի եղել, բայց եթե շահակրկիր անձիկ կան, բնական է կարող են իրեն շահակրկրվածությունը ցուցաբերել։ Ամեն դեպքում կարծում եմ գործող քաղաքապետը լավագույն փորձագետն է, բացի տեսական գիտելիքներից 12 տարվա կոնկրետ աշխատանքային։ Կարիք չի եղել տնտեսագետներից բաղկացած խումբ ստեղծելու։ Դե ասում եմ, կարիք չի եղել, օրենքն էլ չի արգելում։ Շնորհակալություն, համեցեք։ Այսօրվա ֆինանսատնտեսական բաժինը ոչ միայն այսօրվա լուրջ մասնագետներն են, կոնկրետ Գյումրու քաղաքապետարանի մասին եմ ասում խոսքը։ Եթե կարիքն առաջանա, հրավիրեն մասնագետներ, բայց չի էլ առարգել որ մասնակցություն լինի։ Համեցեք։ Խնդրեմ։ Ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ Շիրակի մարզի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչությունը իր բնույթով խորհրդատվական եւ մեթոդական օգնության բաժին է, որը ամեն տարի բյուջետային գործընթացը սկսվելու հետ մեկտեղ, բյուջետային գործընթացը մենակ նախագծի գործընթացը տևում է 5-ից 6 ամիս, խորհրդատվական միջոցառումներ է կազմակերպում բոլոր համայնքների 119 համայնքների ֆինանսիստների հետ եւ ղեկավարների հետ եւ կազմվում են համապատասխան խմբեր բոլոր տեղերում, հիմնականում քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը բոլորը տնտեսագետներ են, աշխատողները, համայնքային ծառայողների հետ կապված բոլորն են տնտեսագետներ եւ կազմվում է գործընթացում բյուջեի ձևավորման գործընթացը։ Իսկ խորհրդատվական եւ մեթոդական օգնություններ միշտ եղել են։ Բոլոր համայնքներում։ Բոլոր համայնքներին։ Շնորհակալություն։ Որոնք են համայնքի բյուջեի եկամուտների աղբյուրները։ Պարոն Առաքելյան։ Համայնքի բյուջեի աղբյուրները հանդիսանում են հարկային եկամուտները, տուրքերը, ոչ հարկային եկամուտներ, որոնք առաջանում են հողերի վաճառքներից, առաջանում են ապօրինի շինություններից, մուտքագրվող գումարներից։ Աղբանությունը դրանք ֆինանսավորվում են բյուջեի կողմից։ Տարբեր ունենք մենք բաներ, եկամուտի աղբյուրներ, որոնք դրանցով ենք կազմավորվում է բյուջեն։ Իսկ ինչպես են որոշվում, ասենք, ենթադրենք պետտուրքերի, ծառայությունների դիմաց դրույքաչափերի։ Դրանք բնականաբար իրանք են աշխարհները կատարել, մենք հաստատում։ Համեցեք։ Համաձայն բյուջետային համակարգի մասին օրենքի կան հարկային եկամուտներ եւ ոչ հարկային եկամուտներ։ Հարկային եկամուտները դրանք ռեալ ամրագրված եկամուտներն են, հողի հարկ, գույք հարկ, կան պետական տուրքեր եւ տեղական տուրքեր, որոնք ըստ օրենքի կան մաքսիմալ սահմաններ, որոնք հաստատում են տրույքաչափերը համայնքի ավականին, ելնելով օրենքից հաստատում է դա համայնքի ավականին տրույքաչափերը։ Ինչպես նաև ոչ հարկային եկամուտները, որոնց վարձավճարների չափերը հաստատում են նորից համայնքի ավականին։ Այսինքն հարկային եկամուտները դրանք ռեալ եկամուտներ են, իսկ ոչ հարկային եկամուտները եւ տուրքերը հաստատում է համայնքի ավականին։
Պետտուրքերին կանդրադառնանք մենք առավել մանրամասն հաջորդ հեռուստաքննարկման ժամանակ։ Իսկ այժմ այսպիսի հարց, պարոն Մարտիրոսյան, ինչպիսին է Գյումրու քաղաքային բյուջեի դինամիկան 2005-ից 11 թվականներին, աճում է, նվազում է։ Ուրեմն, եթե Քանի որ դուք բոլոր համայնքների դինամիկան բավականին մեծ աճ ունենք, մենք վերջի տարիներին, իսկ եթե Գյումրի քաղաքինը վերցնենք, Գյումրի քաղաքի բյուջեն 5 տարվա ընթացքում կարելի ասել կրկնապատկվել եւ եռապատկվում է։ Գյումրի քաղաքի բյուջեն բավականին առաջընթաց է, լավ եկամուտներ է ապահովում եւ կարելի է մոտավորապես։ Ինչ գումարային առումով 3 միլիարդ 100-ը արդեն Գյումրու քաղաքապետարանի տարեկան բյուջեն է կազմում, սրանից եթե մի 5 տարի առաջ վերցնենք, ինչքան հիշում եմ, մոտ 2 միլիարդի չափով գումար էր կազմում, միլիարդ, այսինքն կրկնապատկվել է։ Այսինքն աճ է գրանցվում։ Աճ է գրանցվել ոչ միայն Գյումրի քաղաքում, այլև մարզի բոլոր համայնքներում են աճ գրանցվել, հարկային եկամուտների հետ կապված եւ բավականին մեծ աշխատանքներ է տարվում դրանք 100%-ի հասցնելու համար, կատարողականը 100%-ի հասցնելու համար։ Ավելացնելով, պարոն Նիկոլայան։ Թվերով ասենք, որ ինչպես Մարտիրոսյանը նշեց, 2005-ից 11 թվականներին Գյումրու համայնքի բյուջեն 2 անգամ, գրեթե շուրջ 2 անգամ աճել է։ Ի հեջուկս այն բանի, որ մենք թևանցել ենք սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ի հեջուկս այն բանի, որ Շիրակի մարզը, Գյումրի քաղաքը աղքատության ամենաբարձր ցուցանիշն է, դրսևորում ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաև արտագաղթի բարձր տեմպեր ունենք, բայց դրան զուգահեռ, բացի լոկ բյուջեի նախատեսված ֆիքսալ թվերից աճել է նաև սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը, որը ավելի էական է, քանի որ բյուջեի թիվը կարող է մի բան նախատեսել, բայց ռեալ հավաքագրված գումարները կարող են այլ բան լինել։ Իսկ ինչի հաշվին է ավելացել։ Պարզապես պետտուրքերն են զուգահեռ ավելացել։ Ըստ էության ոչ թե ինչ որ նոր հարգատեսակի ավելացել կամ դրույքաչափ։ Չէ, ավելացրել են դրույքաչափ։ Ավելացրել պարզապես հարգային վարչարարության ավելի հասցեագրված հետևողական աշխատանքի շնորհիվ։ Շնորհակալություն։ Ինչպես են որոշվում համայնքային խնդիրները, կարիքների առաջնահերթությունները։ Կա ծախսերի առաջնահերթությունների ցանկ, եթե կա որտեղ մարդիկ կարող են կարդալ եւ իրենց առաջարկություններն անել։ Համեցեք։ Դրանպես համայնքը ունի սեփական եւ պատվիրակված լիազորություններ։ Սեփական լիազորությունները լինում են պարտադիր եւ կամավոր։ Եթե խնդիրը պարտադիր եւ կամավոր լիազորությունների մասին է, դրանք ըստ առաջնահերթությամբ եւ օրենքով համակարգով կատարվում են։ Իսկ ինչ մնում է կարիքների առաջնահերթության Բարի, բարձ է։ Իսկ ինչ մնում է կամավոր լիազորություններին, համայնքը ավելի ազատ է իր ծախսումները կատարելու համար կամավոր լիազորությունների մեջ, քանի որ այդտեղ առաջնահերթությունը հաստատում է ավականին։ Կամավոր լիազորությունների առաջնահերթություններից ելնելով բնականաբար ի նկատի ենք ունենում ըստ ժամկետայնության տվյալ ծրագրի։ Եթե խնդիրը ենթադրենք մանկապարտեզ ավարտող նոր դպրոց մուտք գործող երեխաների մասին, բնական է իրենց համար նպատակահարված միջոցները պետք է օգոստոսի վերջին նպատակահարվենք։ Եթե խնդիրը, չգիտեմ, հայրենական պատերազմի վետերանների հաշվանդամներին, սոցիալական օգնության մասին է, տրանսպորտի արտոնությունների մասին է, բնական է դա հունվարից պետք է անենք, որ այդ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել եւ այլն։ Այսինքն ըստ առաջնահերթության նաեւ կախված է կոնկրետ նպատակից, թե ինչ նպատակ է դառնում։ Պարոն Բաղրամյան, ավելացնելու ավելի ճիշտ ես հարցը ուղղում եմ այսպես համայնքի կարիքների առաջնահերթությունը ինչպես է որոշվում։ Այսօրվա դրությամբ առաջնահերթության եթե բյուջեն կազմում է բոլոր մասերով, ձևավորվում է բոլորին հոդվածներով, նպատակամղվում է, որ ինչ կարգի պետք է ֆինանսավորում կատարվի։ Բոլորն առաջնահերթ են։ Առաջնահերթությունը այսօրվա դրությամբ դեռ շինարարության մասն է։ Շինարարությունը։ Այո։ Լավ։ Խնդրեմ, համեցեք։ Ես ուզում եմ մի հանգամանքի անդրադառնալ, այն է, որ համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ինքը ռազմավարական փաստաթուղթ է եւ կանխորոշում է փաստորեն համայնքի առաջիկա 4 տարիների զարգացման ուղղությունները եւ այդ ուղղությունների կամ առաջնահերթությունների վրա հիմնվելով կազմվում է համայնքի բյուջեն։ Այսինքն համայնքի բյուջեն ինքը ընդամենը 1 տարվա ֆինանսական պլանն է, որը կազմվում է հիմնվելով ռազմավարական ծրագրի համայնքի քառամյա ծրագրի վրա եւ այս առումով միջազգային փորձում միշտ առկա է
այն երևույթը, որ պարբերաբար կազմակերպվում են հանրային քննարկումներ եւ համայնքի խնդիրները վեր է հանվում հիմնվելով բնակչության կարծիքի վրա։ Եվ այս առումով Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտը այնքան էլ կայացած չէ, մանավանդ փոքր համայնքներում նմանատիպ ինստիտուտ գրեթե չկա, որովհետև այդ ես ինքս ուսումնասիրել եմ ատենախոսության շրջանակներում Շիրակի մարզի համայնքների զարգացման ծրագրերը եւ մեծամասամբ պարոն Մարտիրոսյանն էլ կարող է փաստել, դրանք այնքան էլ չեն արտացոլում համայնքի իրական կարիքները։ Եվ ինձ նաև հետաքրքրում է, քանի որ այդ հնարավորությունը ունենք, հետաքրքրում է մեր քաղաքի, Գյումրի քաղաքի առաջնահերթությունները, ասենք այս քառամյա ծրագրում որոնք են, որի վրա հիմնվելով կազմվում է համայնքի բյուջեն։ Այսինքն համայնքի բյուջեն ինքն իրենով ընդամենը մի ֆինանսական պլան է։ Իրականում ավելի կարևոր է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը։ Համեցեք, ինչ պատասխանը։ Բոլորիս հայտնի է։ Եվս մեկ անգամ հնչեցնենք։ Մենք ունենք գործազրկության բարձր տոկոս, մենք ունենք անօթևաններին բնակարանով ապահովելու խնդիր, ունենք աղբանության խնդիր, լուսավորության խնդիր, կանաչապատման խնդիր, չնայած այս ամենը տարիներ շարունակ արվել են, ասենք համեմատական կարգով ասենք, եթե 99 թվականին 1999 թվականին ունենք 200 լուսատու կետեր, այս տարի ունենք 4200։ Դա կարծում եմ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բնական է, այդ ամենը չի կորացնում, չի բավարարում եւ ցանկալի կլինի եւ գլխավոր եւ երկրորդական փողոցների լուսավորվեն, ասֆալտապատվեն, նորոգվեն, մայթեր նորոգվեն, կանաչապատվեն եւ այլն։ Այս ամենը արվում է, պարզապես դեռ չենք հասել այն մագարտակի, որ մենք էլ մեր հարացից բավարարված լինենք։ Չնայած աջի տեմպերը կարծում եմ խոսում են։ Ձեր կարծիքով հասարակական կազմակերպություններին եմ դիմում, որոնք են քաղաքի առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները բացի գործազրկությունից եւ անօթևաններին բնակարանով ապահովելու խնդրից։ Արդեն նշվեց բավականին կետեր, որոնք առաջնահերթ են, բայց որպես հասարակական կազմակերպության փոխնախագահ եւ երկար տարիների փորձ ունեցող ասեմ, որ մենք ավելի շատ կարևորում ենք, որ նաև բյուջեի մեջ, հատկապես համայնքային բյուջեում, ընդգրկվի մի տողի, մի տոկոսի տողը, որը միշտ եղել է, եւ բոլոր մարզերում, ասեմ, ընդունվել է, առաջարկ եղավ, որ Գյումրու քաղաքապետարանը ընդուներ, որ մի տող ընդունեին, ծրագրային առումով հասարակական կազմակերպությունները համագործակցելով համայնքի հետ իրականացնային ծրագրեր հենց բյուջեից դուրս գալով, բայց ասեմ ցավոք սրտի այդ կետը չընդունվեց մեր համայնքի կողմից, չնայած մենք լավատես ենք, չնայած ամեն ինչին եւ հուսով ենք, որ մի օր այդ մի տողը կընդունվի եւ ոնց որ Վանաձորը ունի իր փորձը եւ իրականացնում են բավականին շատ ծրագրեր համատեղ համայնքի հետ, ասեմ, որ այդ մի տոկոսը նաեւ լավ կնպաստեր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի համագործակցությանը եւ վստահ ենք, որ մի օր էլ մեր համայնքը կունենա այդ մի տողը, այդ մի տոկոսի եւ մենք ծրագրեր կիրականացնենք համատեղ քաղաքապետարանի։ Խոսանք։ Շնորհակալություն։ Այժմ համեցեք։ Ես կուզենայի հատկապես շեշտել, որ մեծ քաղաքներում ծրագրերի առաջնահերթություն տալը, բացառապես այն ծրագրերի, որը դուք շեշտեցիք, առաջնահերթություն տալը մեծ քաղաքներում բավական դժվար է, քանի որ իմ կարծիքով այստեղ համընդհանուր զարգացման խնդիր պետք է դնել, մարդկային համընդհանուր զարգացման տեսանկյունից պետք է նայել եւ պետք է փորձել, որպեսզի յուրաքանչյուր ոլորտներ, տարբեր ոլորտներ զուգահեռաբար փորձեն զարգանալ։ Դա պահանջում է համընդհանուր զարգացման գաղափարը։ Ինձ թվում է, իսկ փոքր համայնքներում մոտեցումները լրիվ այլ են, Գյումրի քաղաքի համար կարելի ասել, որ համընդհանուր զարգացման մոտեցում է պետք ցուցաբերել։ Շնորհակալություն, այժմ լսենք մեր համակարգացիների տեսակետները այս խնդրի շուրջ։ Համեցեք։ Սա ընդանուր խնդիր է, էլի, ինչ ամեն հարցն է խնդիր է, թե թանկությունը, թե ապրելակերպը, սաղն է խնդիր է, որը խնդիր չէ։ Առաջնահերթը երևի այս փողոցների վիճակն է, որը կառավարության ֆինանսավորում է, պետք է բոլորը կարգավորվի։ Դիներ այնքան շատ են, որ մեկը տվեմ,
Գործազրկություն, աղքատություն, կեղտոտություն, տեսնում եք, ինչ ասեմ, բավական չէ այդ կանը։ Գործազրկությունից հետո, երբ լուծվի այդ հարցը, կլուծվեն նաև սոցիալական, կենցաղային բոլոր խնդիրները եւ արդակախտի խնդիրը առաջին հերթին կկանխվի։ Ոչ մի խնդիր չկա։ Լավ է, կամաց առաջին տացը նկատում։ Մեր մոտ ճանապարհների հարցը կարելի է լուծած։ Խնդիր ենք, մայթերը ամբողջովին քայքայված, մայթ չկա քայլելու։ Եթե տեսողությունից մի քիչ մարդը տգար է, անպայման կգնի կչեպլդա եւ այլն բան, փորձանք կա մայթերի վրա։ Միայն այստեղ կենտրոններ կարգավորել են։ Այդ խնդիրները իսկ ընդհանուր խնդիրը բոլորը գիտեն։ Օրի թանկացում եւ այլն բաներ։ Հարկելի հյուրեր, դիտեցինք տեսանյութը եւ որքանով է համապատասխանում քաղաքացիների տեսակետները ձեր տեսակետների հետ։ Համեցեք։ Կամ ձեր կարծիքները, մեկնաբանությունները։ Ուրեմն կան խնդիրներ իրոք, բայց մենք եկեք տարանջատենք համայնքի խնդիրները, քանի որ համայնքի պատվիրակված պարտադիր համայնքի զարգացման քառամյա ծրագրի մասին իր լիազորությունների մեջ չեն մտնում կան խնդիրներ, բայց շատ խնդիրներ կան, որոնք դրանք արդեն առաջնահերթության կարիք ունեն, դրանք միանգամից հնարավոր չէ 3 միլիարդով բյուջեով, հնարավոր չէ միանգամից կառուցելու եւ վերացնելու այդ բոլոր թերությունները եւ հաստողումները։ Դրանք արվում են քառամյա ծրագրով, բոլորը ընդգրկված են համայնքների քառամյա ծրագրերով, դրանք 4 տարվա ընթացքում երևի բոլորը հասնեն իրենց ավարտին։ Միանգամից մի տարվա հնարավոր չէ։ Իսկ հանրությունը ինչպես կարող է ծանոթանալ, ասենք, համայնքի այդ խնդիրների լուծման այդ առաջնահերթությունների ցանկին, միգուցե իրենց առաջարկություններն անեն։ Համեցեք։ Հանրությունը ընտրել է ավականի, ավականների միջոցով կարող են դրանք միանգամից պարզաբանումները տան, միանգամ եւս շեշտենք սայթերում բոլորը կան դրանք, ավականու նիստերն է բոլորը բաց դռներով է, կարող են ծանոթանալ, իմանալ։ Ավելացնեմ, որ հանրությունը ավականներին եւ համայնքի ղեկավարին հանրությունն է ընտրել, բնական է քաջատեղյակ է իրենց նախընտրական ծրագրերին եւ ելնելով նախընտրական ծրագրերից, ինչի հիմքում դրված է նաեւ եւ քառամյա զարգացման ծրագիրը եւ յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կարող է հետեւողական լինել ծանոթանալ։ Բացի դրանից, ամեն շաբաթ քաղաքապետի մոտ ընդունելություն է կատարում քաղաքացիների 200-ից 300 քաղաքացի, լոկ քաղաքացի, չհաշված իրավաբանական անձանց ներկայացուցիչները։ Դե իրենք իրենց անձնական խնդիրներով Բացի անձնական խնդիրներից նաև ծանոթանում են այն գործընթացին, այն միջոցառումներին, այն տարբերակներին, որոնց միջոցով կարող են լուծվել թե անձնական խնդիրները, թե համընդհանուր խնդիրները։ Այսինքն, կարծում եմ, այնպես չի, որ հասարակությունը տեղյակ չէ կամ ինքը չի մասնակցում այս process-ին։ Ինքը ընտրել է իր քաղաքապետին, իր ավականուն, այդքանով էլ մասնակցում է, ինչպես նաև վերահսկում է, քանի որ յուրաքանչյուր տարվա վերջում բյուջեի հաշվետվություն է կատարվում ավականիները, հանդիպումներ են անցկացնում իրենց ընտրողների հետ, այս ամենը թափանցիկ կատարում։ Պարոն Բաղրամյան, պարոն Արաքելյան, բնակչությունը դիմել է, հետաքրքրվել է, երբևիցե ցես դիմել է, համեցեք։ Ես միայն տեղը կարող եմ ասել, նաև կարող եմ Արաքելյան Գևորգ տնել ասել։ Մենք միշտ անվիճական ենք, շփում կա մեր ընտրազանգվածի անկախ են բանից ընտրողների թե չէ։ Այսօր մենք աշխատում ենք։ Այդ բանը մենք ոչ չենք կարող ցույց տնել, տեսար այդ աշխատեցինք, հարց կարգավորեցինք։ Շնորհակալություն, անցնենք, ունեք ավելացնելու բան։ Մենք գումարեցիներին նախ ամեն առաջին շատ ենք ընդունում, շատ ենք հարգում, շատ ենք սիրում նրանց։ Ու մենք միշտ աշխատում ենք իրենց հետ։ Բայց չենք ոչ հերարցակ եւ ոչ մարդկանց հետ, թե ինչ հարցերով են իրանք դիմել կամ մենք ինչ հարցերով ենք աջակցել։ Բայց ինչ կմնա այն բայերով, որոնք որ քաղաքին է վերաբերվում, դե մեր քաղաքացիները բոլորն էլ համ բարետես են, համ էլ լավ են, իրանք էլ են ուզում իմանալ թե քաղաքի վիճակը ինչ կան, բայց դե բոլորիս համար պարզ չէ քաղաքի վիճակը։ Ժամանակ է պետք է դա ամեն ինչը, որ հարցերին դիաժեք պատասխանվի։ Երբ որ կատարվա վերջ, այստեղ մենք ցույց կտանք, թե ինչ աշխատանքներ է կատարվել քաղաքում։
մյուս տարվա բյուջեով թե ինչ է հաստատվում ցույց կտանք։ Եթե մեկի համար ինչ որ անհրաժեշտ է, որովհետեւ ինքը մեր բյուջեն ու նախաձեռնած բոլոր գումարները որ ուղղությամբ է գնում, ցանկալ է, կարելի է ոչ միայն հերոստատեսության նման հարցազրույցով անմիջականորեն գալ, բյուջեն էլ կուտանք, կատարված աշխատանքներն էլ ցույց կտանք, ասենք մար Հայաստանն ենք սարքել, մյուս փողոցը կսարքենք, ինչ կա դրա մեջ։ Ավելի լավ է այդ ձևի աշխատել, քան այսպես այս տարբերակով ես այդ ձևի գտնվում։ Մենք միշտ ուրախ ենք եղել, ովքեր մեզ դիմել են։ Ով եկել է իմ աշխատանքից վայրը, բոլորը քաղաքի շատ շատերը գիտեն, ինչով հնարավոր է եղել, մենք իրանց աջակցել ենք։ Շնորհակալություն ավելացնելու։ Ես մի քիչ քննադատականների մոտենակ ձեր աշխատանքներին ես կուզենայի իդեալական տարբերակ ներկայացվեց, այսինքն որևէ թերություն ձեր աշխատանքներում բյուջեի հետ կապված, առնվազն եկամուտների հետ կապված չկա։ Մենք կարիք չունենք որևէ բանի եւ ամեն ինչ խիստ նորմալ է եւ ինչպես նշեց պարոն Արաքելյանը, ժողովուրդը բարեպես ուրախ երջանիկ, մենք որևէ կարիք չունենք։ Այսպես այդքան էլ այդպես չի, իհարկե քաղաքապետարանը աշխատում է, բյուջեն կատարվում է նախատեսածը, ծրագիրը զարգացման տարեկան կդրվածքով կատարվում է եւ հուսանք, որ քարամյա ծրագիրն էլ իր ժամանակին կկատարվի։ Այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հնարավոր չի լուծել եւ դրա համար պետք են արդաբյուջետային եկամուտներ ձեռք բերել, այլընտրանքային եկամուտներ ունենալ, որպեսզի կարողանանք այնպես անել, որ դուք, այսինքն եւ մենք էլ կողքից նայենք, ուրախանանք, այսքան երջանիկ լինենք, ինչպես որ դուք եք ներկայացնում։ Չգիտեմ, շատ իդեալական ներկայացվեց, ինձ թվում է ցույց պիտի դրվի աշխարհին։ Կատարվում է աշխատանք, ես գոհ եմ քաղաքապետարանի աշխատանքից, բայց այնուամենայնիվ իդեալական չի իմ կարծիքով, հնարավոր է չի որ լինի։ Շնորհակալություն ավելացնելու եւ ես նորից ուզում եմ անդրադառնալ բյուջեի նախագծի մշակմանը, ձեր խոսքից անմիջապես հետո։ Մինչև կանրադառնանք, ուղղակի որպես համագործակցող բավականին շատ պետական կառույցների հետ, ուզում եմ ասել, որ ավագանիների մեջ չեմ կարող ասել բոլորի աշխատանքները շատ ակտիվ է եւ հասարակությունը բոլորի հետ չէ, որ կարող է միշտ կապի մեջ լինել եւ մենք լավ գիտենք, որ ավագանին կարող է շատ շատերը, ոչ բոլորը, կարող են մարդիկ միայն տեսնել ընտրություններից առաջ, որոշ ժամանակ առաջ, բայց ասեմ Արաքսը համագործակցում է մի քանի ավագանիների հետ, չնայած որ առաջարկվել է բոլորին, բայց Արաքսի կողքին միշտ կանգնած է պարոն Բաղրամյանը, արդեն քանի երկար տարիներ եւ ինչքան հիմնախնդիրներ ենք ունեցել, ինչքան հարցեր է եղել, մենք համագործակցել ենք եւ հանդիպել է բոլոր շահառուների հետ, բայց եթե նման ակտիվությամբ բոլոր ավագանիները կարողանային աշխատել եւ իրենց կապը պահեին ժողովրդի հետ, ոչ միայն ընտրությունից ընտրություն, ապա մեր հասարակությունը եւ ժողովուրդը տեղյակ կլներ բոլոր որոշումներին եւ եռամթեւ 4 տարիների ամեն ինչին, այնպես որ ավելի լավ է չասենք, որ բոլորը իդեալական է։ Քանի տոկոսն են ակտիվ աշխատում։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, բայց ասեմ, որ ավագանիների ես կարող եմ ասել միայն չգիտեմ, 20%-ն է կարողանում ինչ-որ ակտիվ գործունեություն ծավալել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Շնորհակալություն։ Այժմ հաջորդ հարցը։ Բյուջեի նախագծի մշակման ժամանակ կամ համայնքի զարգացման ծրագրի մշակման ժամանակ կամ հաստատումից առաջ համայնքային իշխանությունը հաշվի առնում է հանրության կարծիքը։ Համեցեք։ Կարծես թե ասվեց այս մասին, մենակ թե մեկ անգամ եւս մանրամասնենք։ Նախորդ հարցին թեթև ռեպլիկ, ինչ մնում է առհասարակ թե ավականու թե քաղաքապետի աշխատանքի գնահատմանը, կարծում եմ այդ ոչ թե մենք պետք է գնահատենք, այլ ընտրությունից ընտրություն ընտրողը պետք է գնահատի։ Եթե ընտրողը ունի համապատասխան գիտակցություն, մեկ անգամ ընտրեց աշխատանքը չտեսա, թող բարի լինի, երկրորդ անգամ չընտրի եւ պահանջատեր ընտրող ունենան։ Քանի դեռ մեր հասարակությունը անտարբեր է եւ պահանջատեր չէ, շատ բաներ չի ստացվում։ Անկախ քաղաքապետի, անկախ քաղաքապետարանի ջանքերից, կատարած աշխատանքներից եւ այլն։ Այդ իմաստով հասարակական կազմակերպությունները լավ կլինեն աշխատեն նաեւ այդ ուղղությամբ բարձրացնեն հասարակության գիտակցված ընտրության խնդիրը, որովհետեւ յուրաքանչյուր ոք գիտակցված ընտրություն կատարի։ Բացի դրանից, մեր բյուջեի միջոցները բավական սուղ են, ինչպես ասվեց, կարծես թե փորձում ենք իդեալական ներկայացնել, իդեալական չենք էլ փորձում ներկայացնել, բնական է, շատ խնդիրներ ունենք։ Միայն թե 3 միլիարդով հնարավոր չէ այդ բոլոր խնդիրները լուծել, այլ եւս մեկ առաջարկություն։ Հասարակական կազմակերպությունները փոխարեն 1%
համայնքի սուղ բյուջեից պահանջեն, կարծում եմ համայնքի հետ համատեղ կարող են տարբեր բարեգործական ընկերությունների հետ աշխատել, լրացուցիչ գումարներ բերել համայնք, տարբեր խնդիրների ձեռքբերման համար։ Տպավորություն է, որ կարծես անջրվետ է, մեկը մյուսից տեղյակ չէ եւ այլն։ Եթե հասարակական կազմակերպությունները այդքան սրտացավ են, լավատեղյակ են այդ ամեն ինչից, պարզապես այդ մի տոկոսն է պակասում, կարծում եմ այդ մի տոկոսը կարելի է ձեռք բերել ոչ թե քաղաքի բյուջեից, այլ ինչպես ասացի, բազու տարբեր օգնության ֆոնդեր կան, բարեգործական ընկերություններ կան եւ այլն։ Այսինքն, այս ամեն ինչը կարելի է համատեղ անել։ Ոչ թե ամեն ինչը բարդել բյուջեի վրա, մենք ասում ենք, քաղաքում շատ խնդիրներ ունենք։ Նույն այլ աղբահանության խնդիրը, բայց այդ աղբահանություն քաղաք կեղդոդողներ մեր հասարակությունն է, չէ՞, եթե լինի համապատասխան կիրացություն, կարծում եմ շատ ավելի մաքուր քաղաք կունենանք։ Ինչքան էլ մաքրենք, մաքուր պահելու լավագույն տարբերակը չկեղտոտեն։ Ես չեմ ուզում ուղղությունը թեքվի այլ հարթության վրա խոսակցությունը կամ քննարկումը, պարզապես առաջարկություն էր եւ իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով ձեր վրթովմունքը անտեղի էր, իսկ հասարակական կազմակերպությունը, քանի որ ես ինքս եմ ներկայացնում հասարակական կազմակերպություն, իրենք փորձում են տարբեր ծրագրերի միջոցով աջակցել համայնքին, լինի դա աղբահանություն է, բնապահպանական է եւ այլն։ Բայց հիմա քննարկումը ուզում եմ այս ուղղությամբ տանել։ Նախագծի մշակման ժամանակ, նորից եմ կրկնում, ինչ մեխանիզմներով է հանրության կարծիքը վերաբերմունքը իմանում, ասենք հաստատումից առաջ։ Նրանց առաջարկությունները պատշաճ լսելու, քննարկելու համար ինչ մեխանիզմներ գոյություն ունեն։ Եվս մեկ անգամ խնդրեմ համեցեք։ Կարծես թե կրկնվում ենք, մեխանիզմները սկսվում են ընտրություններից։ Մինչև Քարամյա զարգացման ծրագիր ներկայացնելը քաղաքապետը ընտրվում է, նոր ներկայացնում է։ Մինչև ընտրվելը ներկայացնում է նախընտրական ծրագիր, հասարակությունը դրան։ Խոսքը Քարամյա այս ծրագրի մասին է, որ հաստատվել է։ Իհարկե, բայց այդ Քարամյա զարգացման ծրագիրը կազմվել է քաղաքապետի նախընտրական ծրագրի հիման վրա։ Այո։ Նախընտրական ծրագրին կարծում եմ հասարակությունը քաջատեղյակ, լավատեղյակ է։ Բացի դրանից, բյուջեի քննարկման համար թե մամուլով, թե հերոստատեսությամբ համապատասխան հայտարարություններ նահանվում են, թե երբ է ավականուն նիստ գումարվելու, բյուջեի քննարկում կատարվելու եւ այլն։ Շատ կրկիր անձիկ կարող են ավականին նստելիցան բոլոր նիստերն դռնփակ նիստեր անել, դռնփակ նիստեր կարծես վերջին տարիներին չի եղել։ Այսինքն թե հասարակական կազմակերպությունները, թե անհատ քաղաքացիները իրենց ցանկությունները կարող են ներկայանալ, առաջարկություններ անել, թե ավականուն առաջարկություններ անել, թե կոնկրետ արդեն բյուջեի կազմած նախագծի քննարկման ժամանակ առաջարկություններ անել։ Այդ ամեն ինչը ցանկության խնդիր է։ Դա ցանկությունը լինի, այնպես չի, որ առաջարկություններ կան, լսողներ չկան։ Իսկ երբևիցե եղել են առաջարկություններ ու դուք կարևորում եք, ասենք, հանրության կարծիքը։ Դե բնական է եղել են եւ կարևորում եք ի վերջո թե քաղաքապետը, թե քաղաքապետարանը այս քաղաքի համար է, լոկ իրենց համար մեկուսացված չեն աշխատում են, այդ ամեն ինչը անում են քաղաքի զարգացման համար։ Երբևիցե եղել է մեկ-երկու օրինակով ներկայացրեք, խնդրեմ, եթե եղել են իհարկե առաջարկություններ եւ հաշվի են առնվել հանրության։ Թե առաջարկություններ են եղել բազում, թե օժանդակություններ են եղել բազում, տարբեր այդ ամեն ինչը տևական process է, ամենօրյա process է, այնպես չի, մի օր որոշեցինք առաջարկություններ հավաքեցինք, կատարեցինք։ Շնորհակալություն, լսենք հասարակական խոսք ունեք։ Այո, ես չեմ ուզում շեղվել թեմայից, ասեմ, որ մենք ինքներս չենք մասնակցել եւ կարծիք չի հարցվել որևիցե անգամ, բայց նաեւ այդ կարող է հասարակության ինչ որ пассивություն է, բայց այստեղ ուզում եմ մի բան ավելացնել, չեմ ուզում դեբատի վերածվի մեր քննարկումը, բայց ասեմ մի բան, եթե կազմակերպությունները միայն կարողանային գոյատևել մեր համայնքի բյուջեից եւ պետության բյուջեից, ապա ոչ մի հասարակական կազմակերպություն հաստատ չէր գործի մի տարուց ավել։ Կազմակերպությունները գործում են միջազգային կառույցների կողմից եւ բավականին ծրագրեր են իրականացնում ի նպաստ մեր քաղաքի։ Իսկ ինչ մնում է, մեր քաղաքացիները բավականին շատ տեղյակ են իրենց իրավունքներից, բայց այդ պահանջատիրական քաղաքացուն շատ քիչ պետական կառույցներ են լսում եւ փորձում են փակել բերանները, երբ որ շատ են խոսում։ Այնպես որ բոլորս այս երկրից ենք ընդհանրապես եւ բերեք երկնքից ճիշտենք։ Համեցեք։ Համաձայն օրենքի ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ ընդհանրապես համաձայն օրենքի հանրությունը իր առաջարկությունները ներկայացնում է իր ավականու անդամների միջոցով։ Բյուջեի քննարկման ժամանակ համայնքի ընտրված ավականին է առաջարկությունները ներկայացնում իր ընտրողների անունից։
ոչ միայն անադական մարդիկ գալիս առաջարկություններ են անում, այլ իր ընդրած հավաքանու միջոցով է կատարվում առաջարկությունները բյուջեում։ Շնորհակալություն, հիմա լսենք մեր համաքաղաքացիների կարծիքները, լսենք արդյոք համայնքային իշխանությունը իր ծրագրերի, բյուջեի եւ համայնքի զարգացման ծրագրերի մասին նախապես տեղեկացնում է հանրությանը, համեցեք։ Երևի թե ոչ, քանի որ մեզ հաշվետու չէ Վերևյադյանի մաշտիկ, հաշվետու են ժողովրդին ընդհանրապես, իրանց կա ոչ չի էլ հետաքրքրում անգամ ինչ ձևով է ապրում ժողովուրդը։ Հերթատեսությամբ միշտ լսում ենք։ Ինչքանով հետևում եմ, տեղյակ պահում են։ Հիմա ինչ չափով, ինչ կարգով, այդ երևի շատ ավելի նեղ հարցեր են։ Բոլորովին քաղաքապետարանի հետ կապ չունեմ ու տեղյակ չեմ իա հարցերի, իա լուծումների մասին։ Տեղեկացնում են այդ գումարները, որ հավաքվում է հարկերը, ինչ է լինում, տեղյականում ենք։ Հեշտը բանում է ժողովուրդը տեղյակ բայված չէ։ Բոլոր ժողովուրդը անտեսված են։ Ով ուզում է տեղեկանալ, քաղաքապետարան գնա, չեն ասի, թե չկա։ Ես չեմ հետաքրքրվում ճիշտ ասած, չեմ հետաքրքրվում։ Հարկելի հյուրեր, դիտեցինք տեսանյութը, կարծիքները կարծես թե բազմաթիվ էին, միանշանակ չէր կարելի ասել, ձեր մեկնաբանությունները։ Ես ուզում եմ մի հարցի ևս անդրադառնալ, այն է այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես եւ մասնավորապես տեղական ինքնակառավարման մագարտակում քննարկվում է ծրագրային բյուջետավարման խնդիրը եւ այս առումով հանրության մասնակցությունը կարող է շատ ավելի բարձր լինել, երբ որ մենք թեկուզ օրենսդրական փոփոխություններով անցում կատարվի ծրագրային բյուջետավարման, երբ որ եւ սա ուղղակի կապ կլինի ուրեմն համայնքի քարամյա զարգացման ծրագրի եւ տարեկան բյուջեի միջև, որը այսօր այնքան էլ չկա, մենք արդեն այդ հարցում համոզվեցինք, այն է որ առաջնահերթություններ, երբ որ մենք քննարկում ենք, երբ որ մենք խոսում ենք գործազրկության մագարտակից կամ աղքատությունից ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, դա ընդհանրապես կապ չունի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հետ, եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում հստակ ամրագրված են այդ լիազորությունները, որոնց մեջ, ասենք, տնտեսական այդ խնդիրները ամրագրված չէ, այլ դրանք պետության խնդիրն են։ Այսինքն պետությունը ինքը պետք է լուծի այս խնդիրները եւ եկեք շփոթենք համայնքի լիազորություններ եւ պետության լիազորություններ հասկացությունը։ Մյուս առումով այսօր ամբողջ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում լուրջ գործընթացներ են տեղի ունենում մասնակցային բյուջետավորման առումով։ Այն է, որ համայնքը հասարակությունը ինքը մասնակցություն է ունենում իր համայնքի բյուջեի կազմման գործում։ Եվ այս առումով կոնկրետ ես կարող եմ մի օրինակ բերել, որին ինքս ծանոթ եմ եւ մանրամասն, դա Իտալիայի օրինակն է, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները ստեղծել են հատուկ հանձնաժողովներ, ովքեր զբաղվում են հանրության կարծիքի ուսումնասիրմամբ եւ այս հանձնաժողովները իրենց ուրեմն եզրակացությունը ներկայացնում են հավաքանու անդամներին։ Սա շատ լավ փորձ է, որը կարող է եւ կիրառվել մեր հանրապետությունում, կոնկրետ մեր քաղաքում։ Կարծում եմ նման բան դեռևս չկա։ Ես կարող եմ այդ նյութերը տրամադրել եւ քաղաքապետարանի ներկայացուցիչին եւ հավաքանու անդամներին եւ այդ նյութերի վրա հիմնվելով այնտեղ հստակ մեթոդներ կան, թե ինչպես կարելի է հանրությանը ներկրավել համայնքի բյուջեի կազմման գործում։ Այդ մեթոդներից մի քանիսը կարող եմ նշել, օրինակ հանրային քննարկումներ, այնտեղ ամսական 2 անգամ պարբերականությամբ կազմակերպվում են հանրային քննարկումներ։ Երկրորդ մեթոդը դա հարցումներն է, երբ որ վերցվում է մի, ասենք 20 առաջնահերթություն եւ հանրության կարծիքը հարցվում է այդ 20-ից ընտրել, ասենք 5 առաջնահերթությունը, որովհետեւ առաջիկա քարամյա ծրագրում ֆիքսվի այդ 5 առաջնահերթությունները։ Եվ նմանատիպ մեթոդներ ընդհանրապես կարելի է կիրառել։ Շնորհակալություն, խնդրեմ, համեցեք։ Ինչ խոսք հանրությանը մասնակից դարձնել համայնքի բյուջեի քննարկմանը եւ իր ծրագրերին, այդ թվում նաեւ քարամյա ծրագրին, տարբեր մեթոդներով կարելի է այդ կազմակերպել։ Ես կուզենայի մեր փորձից, մեր համայնքային զարգացման կենտրոնի փորձից մի փոքրիկ դրվագ նաեւ ներկայացնել, ինչպես Հացիկ գյուղում
համայնքի մոտ 150 ներկայացուցիչներ ամենատարբեր ոլորտներից, ամենատարբեր տարիքի, սեռի եւ կրթական մագարտակի ու մասնագիտությունների մասնակցեցին հացեգի ֆոնդային բյուջեի ուղղորդումը տարբեր ծրագրերի այդ թեմայով քննարկմանը եւ շատ ազատ քննարկում տեղի ունեցավ, յուրաքանչյուրը կարող էր իր կարծիքը հայտնել, յուրաքանչյուրը իր տեսակետը, իր դիրքորոշումը, չկար ոչ մի ճնշում համայնքի ղեկավարի կամ ասենք ներկային ես ինքս եմ կազմակերպել, որին նաև մասնակից դարձրեցի հրավիրելով իհարկե տարածքային կառավարման վարչությանը, անձամբ վարչության պետ պարոն Աբրամյանը, մասնակցել է նաև մեր հարգաժանգերը, որը այսօր այս ստուդիայում է պարոն Մարտիրոսյանը, շատ բուռն քննարկումների արդյունքում որոշվեց առաջնահերթությունները, իսկ համայնքի ղեկավարը նման ոգևորություն տեսնելով որոշեց այդ բոլոր 4 առաջնահերթ ծրագրերը իր փոքր սուղ բյուջեի պայմաններում փորձել կատարել, ներգրավելով նաև այլ դոնորներից միջոցներ։ Ու ստացվեց։ Նման փորձ կա նաև Սառնախբյուրում, երբ կառուցեցին համայնքային ստադիոնը, ֆուտբոլի դաշտ, այդպես ասենք, եւ նմանատիպ շատ փորձեր կան։ Շնորհակալություն, 1-2 փորձ ներկայացվեց, իսկ ձեր կարծիքով ինչպես հանրությանը ներգրավել համայնքային որոշման կայացման գործընթացին, համեցեք։ Կարծում եմ հանրությունը բավականին ներգրաված է կոնկրետ Գյումրու համայնքի մասով։ Ամեն շաբաթ ունենք քաղաքապետարանի լրատու ծրագիրը, որը ոչ միայն վեր է հանում կատարված աշխատանքները, այլ նաև հարցախույզի միջոցով այդ նշված տարբերակներից մեկը հանրության կարծիքն իմանալու համար հարցախույզի միջոցով վեր է հանում առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկա ժամանակահատվածում կատարվում են։ Բացի դրանից հանրության կարծիքը լսելի լինելու կարծիքին պատասխանելու համար կայքեջում կա հարց ու պատասխանի էջ, պաշտոնական կայքեջում քաղաքապետարանի, որտեղ հնչեցված յուրաքանչյուր հարցին հետևողական պատասխան է տրվում։ Եվ ոչ միայն պատասխան է տրվում, այլև առաջնահերթ խնդիրները լուծվում են։ Բացի դրանից կուզենայի ավելացնել, որ եկեք ոչ միայն մենք հարցի մի կողմին ուշադրություն դարձնենք, այսինքն հանրությունը մասնակից դառնա բյուջեի կազմմանը, քննարկմանը, այլ նաև բյուջեի կատարմանը։ Չէ՞ որ սեփական եկամուտները հավաքագրում ենք այդ նույն հանրությունից։ Այդքան հասարակական կազմակերպություններ են։ Կրկին եւս համագործակցության մեկ առաջարկ խնդրեմ, եկեք մի հատ գովազդ անենք, ակցիա անենք, հարգելի քաղաքացիներ, եղեք Պարտաճանաչ, կատարեք ձեր հարգային վճարումները, կատարեք, հետո նոր պահանջեք, քանի որ իրավունքները սկսվում են պարտականությունների ավարտից։ Եկեք պարտականությունները կատարենք, հետո նոր պահանջենք մեր իրավունքները։ Խնդրեմ եւս մեկ համագործակցության Շնորհակալություն, պարոն Բաղրամյան, պատասխանը տամ 2002 թվականից բոլոր բյուջեի քննարկումներին մասնակցել են հասարակական կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ։ Ես նույնիսկ կարող եմ փաստերով կազմակերպություններով ասել, նույնիսկ առաջարկություններ։ Պարոն Բաղրամյան, իսկ համայնքի բնակչության հետ դուք անմիջական շփում ունենում եք կամ իրենց բացատրում եք առաջնահերթությունները, որոնք են այս տարվա ինչ պիտի լուծվի, ինչ պիտի արվի եւ իրենք համայնքի բնակչությունը որևէ առաջարկություններով ձեզ դիմեն։ Եղել են այդպիսի քննարկումներ, հանդիպումներ։ Հասարակական կազմակերպությունների հետ եմ աշխատում, ինչ հարցեր կա, առաջարկություններ կա, հարցերի լուծման խնդիրներ է բանջվում։ Այս պարագայում երևի թե պետք է ավագանու մյուս անդամներ ավելի ակտիվ լինեն, որ մյուսներին լսեն։ Դե այդ բոլորը պետք է ներկայացնել, կազմակերպեք շուտ-շուտ այսպիսի ծրագրեր։ Շնորհակալություն եւ մեզ վերջին հարցն բան ավելացնել, ուղղակի արձագանքելով պարոն Նիգողոսյանի խոսքին, որ համայնքի անդամները նույնպես թող մասնակցեն, ինչ խոսք շատ ճիշտ է ասում, համայնքի ակտիվ անդամները իհարկե պետք է նաև կոչ անեն, որպեսզի կարողանան հավաքագրել համայնքի բյուջեի մուտքի գումարները եւ դրա հետ կապված ուզում եմ նորից անդրադառնալ Հացիկի մեր այդ փորձին եւ շեշտել, որ այդ քննարկումից հետո բավականություն էին ստացել եւ բնակիչները եւ համայնքի աշխատակազմը եւ ասեմ, որ բյուջեի հավաքագրման տոկոսը միանգամից սկսեց բարձրանալ։ Այն ծրագրերը, որոնք իրենք առաջարկել էին, որ իրականացվի համայնքի բյուջեի միջոցներով, նրանց ոգևորեց
եւ նրանք սկսեցին ավելի պարտաճանաչ ու ավելի պատասխանատու զգալ իրենց ու համեմատաբար աճ զգացվեց հարկերի հավաքման գործում։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ այս քննարկմանը մասնակցելու համար, հարգելի հեռուստադիտողներ, ավարտվեց Եղիր իրազեկ ծրագիրներ։ Այն իրականացվում էր Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Counterpart Հայաստանի ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների միջև համագործակցություն ծրագրի շրջանակներում։ Եղեք իրազեկ, կհանդիպենք 2 շաբաթից։